Տեր, մենք աղոթում ենք Տեր իմ Աստված, որ այստեղ քո փառքը տարածվի յուրաքանչյուրիս կյանքով անցնի, յուրաքանչյուրիս կյանքին կպնի, եւ թող որ քո ամենակարող զորությունով Աստված կպնի, բժշկի, նորոգի, բարձրացնի, կտրի այն ինչը որ դու չես սերմանել, դու չես տնկել, իսկ զորություն տա, աճ տա այն ամեն սերմին, ամեն ինչին, ինչ որ դու ես տնկել։ Տեր իմ Աստված, թող որ քո փառքը այստեղ հայտնի լինի բոլորիս, եւ մեր ախորժակը լինես դու, Տեր Հիսուս, որովհետեւ միակ պատճառը, որի համար որ մենք հավաքվում ենք, դա դու ես, Հիսուս, դու ես, ով սքանչելի եւ քաղցր Աստված, բարի, բազմագութ եւ ողորմած, արդար, խրատող, հանդիմանող, բժշկող, դու ես, ում համար մենք հավաքվել ենք, եւ թող միայն քեզ լինի ողջ փառքն ու պատիվը Հիսուսի զորավոր անունով, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն։ Եվ այսօր հենց ուզում եմ խոսել սահմանների մասին։ Ես սահման բառ, այդ բառը մեր ազգին շատ է հնչում մեր ազգի մեջ, չէ՞, սահմաններ, սահմանազատում, սահմանագծում, օրինակի համար Եվրոպական միության մեջ մենք չենք տեսնում սահմաններ, չկան, մարդիկ գնում են, գալիս են, լավա թե վատ հարցի մյուս կողմն է, բայց այսօր ավելի շատ խոսեմ Աստծո դրված սահմանների մասին։ Գիտես, սահմաններ պիտի լինեն մեր կյանքերի մեջ, միակ տեղ, որտեղ չպիտի լինի սահման, դա մարդ եւ Աստված փոխհարաբերությունն է։ Գրված է, եւ Հիսուսը եկավ Նազարեթ, ուզում էր այնտեղ հրաշքներ աներ, իր հայրենի քաղաքն էր, որտեղ ինքը մեծացել էր, բայց չկարողացավ, գրված է, չկարողացավ այնտեղ, այլ մի քանիսի վրա ձեռք դրեց եւ բժշկեց, ինչու չկարողացավ, մարդիկ սահմանափակել էին, ասելով, սա այն հյուսնը չի, մենք նրան ճանաչում ենք, նրա քույրերին, եղբայրներին, հորը, մորը, հասկանում ես, մենք սահմանափակում ենք Աստծուն շատ ժամանակ, բայց կան բաներ, որ, գիտես, սահմաններ, որ Աստված գծում է եւ գծել է, որոնք մենք ջնջում ենք, եւ այսօվա պատգամիս վերնագիր այսպես են վերնագրել, լղոզված սահմաններ։ Այս վերջերս շատ եմ մտածում, խորում սրա մասին, որտեղ է սկսվում սահմանը, իսկ որտեղ է ավարտվում։ Համաձայն ինձ էր, որ եկեղեցին պիտի ունենա սահմաններ, չէ՞։ Իսկ որտեղ է այն սկսվում եւ որտեղ է այն ավարտվում, կամ արդյոք կան սահմաններ։ Իսկ եթե կան միգուցե նրանք լղոզված են, ես այսօր ուզում եմ խոսեմ սրա մասին։ Գիտես, ես ինքս ծառայել եմ սահմանապահ զորքերում իմ տղա նույնպես, եւ մենք գիտենք հստակ ինչ ենք անում, մենք հստակ սահման ունենք, մենք հսկում ենք այս սահմանը եւ երբ որ սահմանախախտ էր անցնում դեպի մեր տարածք, մենք նրան բռնում էինք, տանում էինք, լավ չենք բռնում, նա հայտնվում էր մեր ձեռքը, հետո համապատասխան մարմինների ձեռքը, նրան քննում էին, նրան հարցաքննում էին եւ հետո բաց էին թողնում։ Հոգեոր աշխարհում այդպես չի։ Երբ որ մենք սահման ենք խախտում եւ մտնում ենք թշնամու սահման, նա բաց չի ուզում թողնի մեզ։ Մենք դրան գիտես տանում ենք այս սահմանախախտին, ես ծառայել եմ Պարսկաստանի սահմանում, Պարսիկին բրդ երբ որ հայտնվում էր, մենք տալիս հայտնվում էր նա սպաների ձեռքը, հարցաքննում են, հետո տանում են, մենք ես անձամբ ներկա եմ եղել, երբ որ հանձնում են իրենց արդեն մարմիններին համապատասխան, հոգեոր աշխարհում այդպես չի։ Հոգեոր աշխարհում երբ որ մենք սահման ենք խախտում եւ գնում ենք թշնամու տարածք, ինքը հաճույքով հետ չի տալիս։ Ինչ անում, այսօր սրա մասին խոսենք։ Գիտես, Սամարացու առաքում կամ Սամարացի, Սաբարի Սամարացու առաքում մենք դա հստակ տեսնում ենք, թե ինչ է լինում այն մեկի հետ, ով որ սահմանը խախտում եւ Երուսաղեմից իջնում է Երիքով։ Գրված է, որ մեկը կար, ով որ Երուսաղեմից իջնում էր Երիքով։ Գիտես, Երուսաղեմից, երբ որ մենք հեռանում ենք, դա ճանապարհը դեպի վեր չի, դա ներքև է։ Երուսաղեմից իջնում են։ Ոչ ոք Երուսաղեմից չի բարձրանում, Երուսաղեմից իջնում են Աստծո քաղաքից,
իջնում են։ Եվ մենք տեսնում ենք հստակ ինչ եղավ այն մեկի հետ, ով որ սահմանը խախտեց եւ գնաց դեպի Երիքով, նրան բռնեցին, նա ընկավ ավազակների ձեռքը։ Նա ընկավ այն մարդկանց ձեռքը, ովքեր որ այդ սահմանը խախտողին հաճույքով ընդունում են։ Հետո ինչ արեցին, ծեծեցին, թալանեցին, մերկացրեցին եւ նետեցին։ Դա է անում հոգեվոր աշխարհ այն մեկի հետ, ով սահմանը խախտում։ Հետո տեսնում ենք մեր եղբորը քրոջը, ով որ իջել է Երուսաղեմից գնացել է, հետո մենք հանդիպում ենք խոցերի մեջ թալանված, օծաթափ եղած, այսօր սրա մասին ես խոսեմ։ Կարի գնանք Տիրոջ խոսքի մեջ։ Բ օրինաց, երկրորդ օրինաց 19-14-ում, այսպես է գրված. քո մերձավորի սահմանը, որ հաստատել են քո նախնիները, չպետք է խախտես քո կալվածքում, որը դու ժառանգել ես քո Տեր Աստծո կողմից իբրև սեփականություն քեզ տրված երկրում։ Աստված մեզ տվել է կալվածք։ Աստված մեզ տվել է կալվածք։ Կալվածք է տրվել մեզ։ Մեզ տվել է հոգևոր աշխարհում տեղ, դիրք, կալվածք։ Եվ գրված է այդտեղ կան սահմաններ, որ մեր հայրերը, նախնիները սահմանել են։ Գիտես, մենք եկեղեցին ինքը հաստատված է առաքյալների, հայրերի, չէ՞, վարդապետությամբ, Քրիստոսի վարդապետությամբ, որը որ առաքյալները վերցրեցին եւ սահմաններ դրեցին։ Մենք հենց այնպես բան կառույց չենք, եկեղեցին, հենց այնպես կառույցի եկեղեցին ունի սահմաններ, որ նախնիները, մեր հայրերը դրել են, եւ Տիրոջ խոսքը ասում է սահմանը մի խախտիր, Առակաց 22:28-ում մի տեղաշարժիր Վաղեմի սահմանանշանը, որ շինել են քո հայրերը, մի տեղաշարժիր, Վաղեմի սահմանանշաններ կան, ասում է մի տեղաշարժիր այդ սահմանանշանները, գիտես կա գայթակղություն վերցնել եւ տեղաշարժել եւ ինձ հարմարեցնել, կա գայթակղություն վերցնել սահմանը եւ մի փոքր հեռացնել կամ մոտեցնել, որտեւ ինձ այդպես է հարմար, ես այդպես եմ պատկերացնում, ես այդպես եմ ուզում Աստծուն պաշտել, բայց Աստված կոնկրետ հստակ կանոններ է դրել, հստակ սահմաններ է գծել։ Գիտես հոգևոր աշխարհում նույնպես կան սահմաններ, որոնք չարժե տեղաշարժել։ Գիտես քանի ու քանի մարդիկ են այս խոսքը զանց արել եւ խիստ պատժվել։ Նրանք ընկնում են այդ պատժի մեջ, ովքեր որ սահմանները տեղաշարժում են։ Աստվածաշնչում Աստված միշտ քաշում էր հստակ սահմանագծեր, մաքուրի եւ պիղծի միջև, լույսի եւ խավարի միջև կոնկրետ սահմանագիծ պիտի լինի։ Սրբության եւ ոչ սրբության միջև պիտի հստակ սահման լինի։ Ամեն։ Աստված հստակ սահմաններ է գծում։ Լույսի եւ խավարի միջև պիտի սահման լինի, թանկագինս։ Եվ ամենավտանգավորն այնտեղ է, երբ որ այս սահմանները լղոզված են։ Ես կխնդրեմ նկարը, հենց այս նկարը պատրաստել ենք, հենց այս նկարը, սա մասին մեկ-երկու անգամ խոսել եմ թռուցիկ։ Ինչ է սա։ Մենք տեսնում ենք սև, հետո տեսնում ենք սպիտակ։ Բայց որտեղ է սահմանը։ Ով կարա ինձ ցույց տա։ Որտեղ է սահմանը։ Կա սահման այստեղ։ Ինչ որ մեկը տեսնում է այստեղ սահման, երբ որ սևից վերածվեց սպիտակի։ Որտեղ սկսվեց։ Հասկանում ես, ես կարամ ասեմ այստեղ է սահմանը, դու կարող ասես չէ, այնտեղ է սահմանը։ Այս նկարը չունի սահման, այս գույնը սևից, երբ որ վերածվել է սպիտակի, սահման չկա։ Ով այնտեղ է շարժեց։ Աստծո խոսքում կա հստակ սահմանումներ, որը խախտելով մենք պատժվում ենք։ Գիտես, դա մեղքը սահմանը տեղաշարժեց։ Մեղքը վերցրեց եւ լղոզեց, ցանկագիներս, որտեղ է սկսվում աշխարհի եւ եկեղեցու սահմանը, որտեղ այն ավարտվում։ Որտեղ ենք մենք այդ սահմանին հանդիպում։ Ամենավտանգավորը այս վիճակն է, երբ որ հավատացյալ մարդը քրիստոնյան չունի սահմաններ, չի պատկերացնում։ Ինչ որ մի պահի ինքը սկսեց բացվել, չէ՞, կամ լավ, ինչ որ մի պահի մենք լույսի մեջ ենք։ Մենք պիտի մենք լույսի որդիներ ենք, չէ՞ կոչվում։ Մենք լույսի մեջ ենք։ Բայց գիտես, կան մարդիկ այստեղ են ապրում։ Կան մարդիկ այնտեղ են ապրում, որտեղ սահմաններ չկա։
Աստծո խոսքը ասում է՝ մի տեղաշարժիր վաղեմի նշած սահմանները։ Հռոմեացիների 12:1-ում գրված է. Արդ Աստծո ողորմությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրներ եւ քույրեր, որ ձեր մարմինները մատուցեք կենթանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո, դա է ձեր հոգեվոր պաշտամունքը։ Շարունակում է. եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Աշխարհի կերպարանք։ Իսկ ո՞րն է սա։ Ո՞րն է աշխարհի կերպարանքով, ով կարա ինձ բացատրի։ Ո՞րն է աշխարհի կերպարանքը, սահմանումներից մեկը ասեմ, ո՞րն է։ Հա? Իմ կարծիքով, կարաս չհամաձայնես, կարաս համաձայնես, աշխարհի կերպարանք։ Երբ որ մարդը երկակի խաղ է խաղում։ Օրինակ եկեղեցում քրիստոնյաների միջավայրում ինքը մի մարդ է։ Բայց աշխարհիկ իր ընկերական շրջապատում լրիվ ուրիշ մարդ է։ Արմատական տարբերվում է։ Սա աշխարհի կերպարանք է։ Սա աշխարհի կերպարանք է։ Երբ որ ես եկեղեցում մի մարդ եմ, ես հավատացյալների շրջապատում մի մարդ եմ, իսկ երբ որ ես հայտնվում եմ աշխարհիկ իմ ընկերների մեջ, ես ունեմ աշխարհում նույնպես ընկերներ, որոնց շատ սիրում եմ։ Ես լրիվ ուրիշ մարդ եմ դառնում։ Այս ժամանակ, գիտես, ես կարամ ասեմ, սա աշխարհի կերպարանքներից մեկն է օրինակի համար։ Կամ ուրիշ հարց տամ։ Հագուստը պիտի ունենա սահմաններ, թե չէ։ Հագուստը կարա մտնի աշխարհի կերպարանքով եկեղեցի, կարա մտնի, թե չէ։ Որտեղ է սահմանը։ Որտեղ է սահմանը։ Ով կարա ինձ ասի։ Մի խորհուրդ տամ։ Չգիտեմ կընդունես թե չէ, բայց կտամ։ Երբ որ սերի մանավանդ քույրեր վերցնում ես շորիկը եւ նայում ես ասում ես, հա, կարող է շատ է ճչացող կամ բաց, որ մի բան այն չի այդտեղ։ Կարող է շատ է ճղրտված, տենց բաց տեղեր ունեմ, մի բան այն չի։ Հավիտյան միշտ չեմ ուտի, հիշում ես, անցած Կիրակի էին կարծեմ խոսում սրա մասին։ Եթե իմ կերած միսը գայթակեցնում է իմ տկար քրոջը, տկար եղբորը, հավիտյան միշտ չեմ ուտի։ Գիտես, սա աշխարհի կերպարանքն ասում է, որ աղաչում եմ ձեզ, եղբայրներ, մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Իսկ խոսույթը կարա աշխարհիկ լինի, թե չէ։ Խոսույթը կարա մեզ մատնի։ Սա աշխարհի կերպարանք է։ Ես երբ որ մենք Հիսուսի հետ ենք շատ շփվում, մեզանից Հիսուսի հոտն է գալիս։ Երեք աղոթքի ծառայություն ունենք հրաշալի եւ այստեղը բերեցի երկերկոցից առաջի գլուխն է, երկրորդ, երրորդ, չորրորդ խոսքերում այսպեսի բան կա, ասում է, որ կարաս տեղադրես, որ չսխալվեմ հանկարծ։ Առաջի գլուխ, երկրորդ, երրորդ խոսքերն են։ Թող ինձ համբուրե իր բերանի համբույրներով, որովհետև քո սերը գինուս լավ է։ Գիտես, սա եկեղեցու եւ Քրիստոսի փոխհարաբերությունն է։ Երբ որ մենք նրա հետ հաղորդակցվում ենք, երբ որ մենք Քրիստոսի հետ շփվում ենք, երբ որ մենք նրան գրկում ենք, նրա դուխու հոտը, նրա անուշահոտությունը կպնում է ինձ։ Նկատել ես, երբ որ դու ինչ որ մեկը որ դուխով ցած է, եւ դու նրա հետ շփվում ես, հետո գալիս ես տուն, քո վրայից այդ դուխով ցածի հոտն է գալիս, նրա դուխին է։ Գիտես, որտեղ որ մենք անցկացնում ենք մեր օրը, այդ հոտն է մեզանից գալիս։ Ուշադիր եղիր, որտեղ ես գնում։ Միգուցե սահման ես խախտում, գնում ես թշնամու տարածք, հետո գալիս ես մի տեսակ հոտ է գալիս։ Դու դա չես զգում։ Եվ ճաշեկո եփող քույրիկները ասեցին, դու չես զգում այդ հոտը։ Մեկ անգամ ճաշկերույթի ենք, շատ լավ էր, շատ հավես էր, սենց լավ էր, եկա տուն, հանեցի վերնաշապիկս, հաջորդ առավոտ, եւ որ ես ինչ հոտ է գալիս։ Որտեւ ես հանեցի, մտա լոգանք ընդունեցի, քնեցի, արթնացա, ինչ հոտ, երեկի վրա էր այդ հոտը, որտեղից եկավ։ Դուխովցել էի։ Ճաշացել էի։ Հասկանում ես, մենք պիտի Քրիստոսի անուշահոտությունը տանք։
Սիրելիս, ինչ ենք մենք բուրում։ Երբ որ Քրիստոսի հետ ես հաղորդակցվում, համբուրում ես նրան։ Ես ինչա համբույրը, դա շուրթերի ձուլում է։ Երբ որ մեր շուրթերը ձուլվում են, մեր փեսայի շուրթերի հետ մենք խոսում, մեր խոսույթը նույնն է լինում։ Մենք նույն բաներն ենք խոսում, ինչ որ Քրիստոսն է խոսում։ Մենք պիտի սիրահարված լինենք եւ մնանք մեր փեսային Հիսուս Քրիստոսին։ Իսկ դու կարաս մեկին սիրես եւ սիրահարվես ու մեծ շփում չունես։ Ոչ։ Իսկ ինչու չունենք, սահման ենք գծել։ Սահման, հասկանում ես, կամ լղոզել ենք սահմանը, դուրս ենք եկել աշխարհ եւ կերպարանք ենք ընդունել աշխարհի։ Լսեք, որտեղ է սկսվում եւ ավարտվում մեր սահմանները, որտեղ։ Ով այնտեղ աշարժեց։ Հետո շարունակում է. այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելի եւ կատարյալը։ Իսկ միգուցե քննենք Աստծո խոսքը։ Միգուցե Աստծո խոսքի շուրջ ապրենք, մտածենք, քննենք։ Իսկ ի՞նչ է դրա համար պետք։ Ինչ է սրա համար պետք։ Ասեմ, ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ։ Ահա թե որտեղ է գաղտնիքը։ Ձեր մարմինները մատուցեք որպես կենդանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո։ Հենց այս զոհը սուրբ է եւ Աստծուն հաճելի զոհ է։ Երբ որ մենք մեր մարմինները որպես կենդանի զոհ մատուցում ենք Աստծուն, եթե չանենք այդպես, մենք շարունակելու ենք կրել աշխարհի կերպարանքը։ Ամեն։ Ես սատանան հազվադեպ է մարդուն գցում մեծ մեղքի մեջ։ Մեծ մեղքի մեջ հազվադեպ է գցում, գիտես ինչ, որովհետև մարդը անմիջապես վազում Աստծո մոտ ապաշխարությամբ։ Այսինքն, երբ որ մարդը մեծ մեղք է գործում, ինքը անմիջապես վազում Աստծո մոտ, որ ապաշխարի։ Դա սատանային ձեռ չի տալիս։ Նա հազվադեպ է գցում այդպիսի մեծ մեղքի մեջ, որովհետև իրեն ձեռ չի տալի, որ մենք ապաշխարենք միշտ։ Այլ ինչ անում, սահմաններ վերցնում ու լղոզում է։ Որ մենք չհասկանանք, որ մենք մեղքի մեջ ենք, որ մարդը չհասկանա, որ արդեն աշխարհում է ապրում։ Մարդը կարա գա եկեղեցի, ծառայի Աստծուն, դասանորդ տա, զոհաբերի, բայց ապրի լղոզված սահմանների մեջ։ Աստծո մեջ չկա նեյտրալ գոտի, գոյություն չունի այն։ Աստված հստակ սահմանագիծ է գծում մեր կյանքի մեջ։ Գիտես, երբ արդեն մտածում ես, որ ոչ մի սարսափելի բան չկա, լղոզվել է ամեն ինչ։ Հասկացի մի բան, երբ որ չկա սահման, ուրեմն չկա նաև սահմանախախտ։ Երբ որ լղոզված են սահմանները, մենք սահմանախախտել չենք դառնում այդ ժամանակ։ Լղոզված է։ Մենք մեզ չենք զգում որպես սահմանախախտ։ Ես կարա վերցնեմ մատի 10-ից այստեղ է հարմար որ սահման լինի եւ այստեղ գծեմ։ Մենք կարող ասի, չէ, այստեղ է սահմանը։ Մենք կարող ասի, չէ, այստեղ է սահմանը։ Մենք կարող այսպես դնենք ու մեր պատկերացումով գծենք։ Ինչու՞, որովհետեւ սահման չկա, լղոզված է սահմանները։ Իսկ ինչ ուզում Աստված ուզում է, որ մենք այդ սահմանները ոչ միայն հստակ տեսնենք, այլ նաև ենթարկվենք դրան։ Հացների 6:14 ռադիկալ տեղեր են սրանք, արմատական տեղեր են սրանք։ Ինչա գրված, անհավատների հետ սերտ հարաբերություն մի ունեցեք։ Այստեղ բանալի բառը սերտ բառն է։ Անհավատների հետ սերտ հարաբերություն մի ունեցեք։ Ես մի քիչ ասացի, որ ես ունեմ աշխարհիկ ընկերներ, որոնց սիրում եմ, որոնց հետ շփվում եմ, բայց սերտ հարաբերություն ես երբեք թույլ չեմ տա։ Անհավատների հետ սերտ հարաբերություն մի ունեցեք, որովհետև արդարությունն անօրենության հետ ինչ կապ ունի։ Ինչ կապ կարա ունենա արդարությունը անօրենության հետ։ Ինչ կապ կարա այդտեղ լինի։ Սա սահմանա թե սահման չի հիմա գծվում։ Բայց արյուտես, որ շատ քրիստոնյաներ այնպիսի սերտ հարաբերության մեջ են աշխարհի հետ, որ Երանի դրա կեսով չափ Աստծո հետ լինեին։ Երանի դրա 1/3-ով Հիսուսին ճանաչեին։ Կամ լույսը խավարի հետ ինչ կապ կարող է ունենալ։ Սա հենց այս գաղջ գույներն ասելիս։ Հենց սա է։ Ինչ կապ ունի լույսը խավարի հետ։ Լույսը
խավարի հետ։ Կապը հենց էս նեյտրալ գոտին է։ Կապը հենց էս գաղջ տարածքն է։ Աստված պահանջում է հստակ սահմաններ։ Սահման արդարության եւ անօրենության միջև, սահման լույսի եւ խավարի միջև, բայց այսօր այնքան շատ աշխարհ կա եկեղեցում եւ այնքան քիչ եկեղեցի աշխարհում։ Լսում ես ինչ եմ ասում։ Այսօր այնքան շատ է աշխարհը եկեղեցում, իսկ եկեղեցին այնքան քիչ է աշխարհում։ Հակառակը պիտի լինի ազդեցությունը պիտի թողի եկեղեցին։ Աշխարհը գողացել է մեր համալսարանները, առաջ համալսարանը դա քրիստոնեական կառույց է եղել։ Համալսարան, համատեղ լսարան հավաքվել են։ Դա գիտնականները եղել են քրիստոնյաներ, հետո աշխարհը վերցրել է, սահմանը խախտելով կամաց, լղոզելով սահմանները կամաց, աշխարհիկ գիտություններ, գիտելիքներ, իզմեր, դարվինիզմներ, կոմունիզմներ, ամեն իզմի մեջ կա վտանգ, հումանիզմներ եւ այլն։ Սահմանը խախտելով մտել է, հասկանում ես։ Լղոզելով կամաց։ Խոսքն ասում է, որ լույսը խավարի հետ ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի լույսը խավարի հետ։ Ու գիտես, երբ որ Աստված ստեղծում էր քահանայությունը, ավելի խորհրդեղ կգնանք։ Երբ որ Աստված ստեղծում էր քահանայությունը, նա կոնկրետ սահման էր գծում։ Այստեղ կան քահանաներ, կան։ Աստվածը ասում է, որ դուք թագավորական քահանայություն եք, ավելին ասեմ, ոչ միայն քահանաներ եք, դուք թագավորական քահանայություն եք։ Ու երբ որ Աստված քահանայություն, այսինքն ղևտացիություն է ստեղծում, ղևտացիներ է ստեղծում, որպես քահանաներ կոնկրետ այստեղ սահմաններ սկսեց գծել։ Ղևտացիների գիրք 10-րդ գլուխ 9-րդ խոսք, տես ինչ ասում, այստեղ ինձ ցնցել է։ Տիրոջ ժողովի վրանը մտնելիս, զելիս, գինի եւ օղի չխմել։ Ոչ դու եւ ոչ էլ քեզ հետ եղած քո որդիները, որպեսի չմեռնեք։ Մա երբ որ կմտնես Տիրոջ ժողովրդի հետ վրանի մեջ, գինի օղի չխմես, որպեսի չմեռնես, մինչև այսօր հարց է քրիստոնեական աշխարհում, խմել թե չխմել։ Իսկ խաշի հետ խմել թե չխմել։ Հստակ այստեղ, եթե մենք ասում ենք, մենք քահանաներ ենք, Տիրոջ քահանաներն ենք, հստակ այստեղ Տերը ասում է մեռնելու ես։ Ու դեպք եղա, որ մեռան։ Մեռել են։ Դա կարաս ասես նախկինում էր, հին կտակարան էր։ Դա հավիտենական կանոն։ Կոմոտելա գրած հավիտենական։ Ով Աստվածաշունչ բերում իր հետ։ Պլաստմասից չէ, թղթից։ Քո Աստվածաշունչը կբացես, կկարդաս։ Դա հավիտենական կանոն թող լինի ձեր սերունդների մեջ, որպեսի տարբերեք, այստեղ ամենակարևորը, որպեսի տարբերեք սուրբը պիղծից, մաքուր անմաքուրից։ Գիտես, երբ որ քահանաներս հարբում ենք աշխարհի կերպարանքով, մենք չենք կարողանում սուրբը պիղծից տարբերենք։ Մենք չենք կարողանում մաքուրը ոչ մաքուրից տարբերենք։ Երբ որ մենք հարբում ենք աշխարհիկ կերպարանքով, երբ որ մեզ մոլորեցնում է մեր մոտ գլխապտույտ առաջացնում աշխարհիկը, աշխարհի կերպարանքը։ Գիտես, օծության հետ չեն խաղում սիրելիս։ Խոսքը ուղղվում է քահանաներին։ Օծության հետ խաղ չեն անում։ Սա վտանգավոր է։ Մահացու վտանգավոր։ Նույն Ղևտացիների 7-րդ գլուխ, 7-րդ խոսք։ Դուք ժողովի վրանի մուտքից դուրս մի եկեք։ Լսում ես։ Ասում դուք Ղևտացիներ, դուք քահանաներ։ Եթե ես քահանա եմ ասել, ես պետք է ինձ մտցնեմ այս սահմանների մեջ։
Եթե ես մտել եմ քահանայության այդ օծության տակ, ես պիտի սահմանները չխախտեմ։ Եթե ես ինձ քահանա եմ ասում, մենք սիրում ենք քահանա ասենք, բա ուր է օծությունդ։ Երբ որ դու քահանայության մեջ ես սիրելիս, քո վրա օծություն կա, յուղ կա, որի հետ խաղ չեն անում։ Ինչ ասում խոսքը դուք ժողովի վրամինի մուտքից դուրս մի եկեք, որպեսզի չմեռնեք, որովհետև Տիրոջ օծության յուղը ձեր վրա է։ Երբ որ կա Տիրոջ օծության յուղ, եւ այդ յուղը օծվել է, թափվել է քո գլխին Աստծո կողմից, դրա պատասխանը մենք մի օր տալու ենք։ Ուրեմն մենք Տիրոջ վրանից չպիտի դուրս գանք։ Մուտքից մենք չպիտի դուրս գանք, որտեղ սա մահացու վտանգավոր է։ Եթե այս խոսքը քեզ ներսից պատեպատ չի տալիս, ես չգիտեմ դու կենթանի ես թե չէ։ Անկեղծ չգիտեմ։ Այս խոսքը, երբ որ ես գիտես քննում էի, ինձ ցնցում էր, պատից պատ էր տալիս։ Որովհետև գիտես սա շատ Տիրոջ օծության հետ կատակ չեն անում, չեն խաղում։ Այստեղ ասված կոնկրետ սահման է գծել մուտքի եւ ելքի միջև, խորանի եւ խորանից դուրս գտնվող մարկանց իրավիճակի միջև կա սահմաններ։ Գիտես, քանի հոգի են մեռել, ուղղակի մեռել, որովհետև չեն գիտակցել սահմանը։ Չեն գիտակցել սահմանը, լղոզել են եւ դուրս են եկել, մտածելով օծությունը գործում է մեկը։ Դե օծությունը գործում է, աղոթում են, պատասխանվում է։ Դա ժամանակավոր է, սիրելիս։ Դա դեռ կգործի որոշ ժամանակով։ Բայց Տերը մեզ կոչ է անում, դուք ժողովի վրանի մուտքից դուրս մի եկեք։ Եթե մենք ասում ենք, այո, քահանա եմ, այո, Տիրոջ քահանան եմ, ես այդ մուտքից դուրս չպիտի գամ։ Դու այստեղ ես, լսում ես, հասկանում ես ինչ եմ ասում, որովհետև կա պատասխանատվություն, որպեսզի չմեռեք, որովհետև Տիրոջ օծության յուղը ձեր վրա է։ Իսկ երբ որ Տիրոջ օծության յուղը ին վրա է, սա պատասխանատվություն է եւ մեծ պատասխանատվություն։ Եվ Աստված հստակ սահման էր գծել խորանի մուտքի եւ դրսի հետ եւ ասում էր, որ դուք ժողովի վրանից դուրս մի եկեք։ Մի բան էլ ասեմ, սիրելի օծյալ մարդ։ Պահիր օծությունդ ժողովրդի խորանի ներսում, պահիր օծությունդ։ Ներսում պահիր օծությունդ։ Երբ որ դու օծություն ունես, դա ներսի համար է, դա Տերը օծել է քեզ իր անոթը լինելու համար, իր ձեռքի գործիքը լինելու համար, իր կամքը կատարելու համար։ Լավ է, որ Հիսուսի անունը գիտես։ Գիտես, Սկևայի որդիներն էլ գիտեին։ Հիսուսի անունով փորձում էին դև հանել։ Եվ դևը այդ անունից չվախեցավ, հակառակը, այնպիսի պատիժ բերեց, այնպիսի ծեծ եւ ջարդ։ Նրանք մերկ փախան դրանից։ Բայց երբ որ մեր շուրթերը կարտաբերեն այն Հիսուսի անունը, որին ես պաշտում եմ, որին համբուրում եմ, այն Հիսուսի անունը, որին ես ճանաչում եմ, որին ծառայում եմ, լավ, մի բանը քեզ հարցնեմ, այդ կարճ բան տեսա ինտերնետում։ Այսպեսի հարց, ասում է, Սատանան ճանաչում էր Աստծուն, թե չէ։ Բայց դա նրան չխանգարեց մեղ գործի, չէ, ամբոստանա։ Սատանան ծառայում էր Աստծուն, ծառայում էր, բայց դա նրան չխանգարեց մեղ գործի եւ ամբոստանա։ Կասես դա Սատանան է, դա Աստված է։ Լավ, Հուդան ծառայում էր Աստծուն, բայց դա նրան չխանգարեց, չէ։ Հուդայի անունը գրված էր երկնքում։ Հա, գրված էր։ Այո, գրված էր։ Եկան ուրախ, կարծեմ Մատթեոս 10-րդ գլուխն է, ուրախ եկան, ասեցին, դևերը մեզ հնազանդվում են։ Հիսուս ասեց, մի ուրախացեք, որ դևերը հնազանդվում են։ Ուրախացեք, որ ձեր անունները երկնքում գրված է։ Հուդան նրանց թվում էր, չէ, նրանց մեջ էր։ Հիսուսը Հուդային ճանաչում էր։
ճանաչում էր, բայց արյութես դա չխանգարեց Հուդային անել այն, ինչ ինքը ուզեց անել։ Չխանգարեց։ Նա գնաց եւ արեց։ Համար երբ որ ես կասեմ Հիսուս եւ կպաշտեմ այդ մարդ, այդ անձնավորությունը, ես կասեմ Հիսուս եւ նա կլինի իմ անձնական Տերը, Փրկիչը, իմ Աստված, այդ դա է զորությունը, սիրելիս։ Ես խոսքից դուրս բան չեմ խոսում, չէ՞։ Ոչ էլ չափանցացնում եմ, չէ՞։ Մենք այսօր խոսում ենք սահմանների մասին, լղոզված սահմանների մասին, որը մարդն է լղոզել, դա մեղքն է լղոզել։ Գիտես, երբ որ Աստված Եդեմական պարտեզն էր ստեղծում, արդեն իր սահմաններ գծեց, սահման դրեց ու մարդուն ասեց՝ պահիր եւ պահպանիր սահմանները։ Դա մեղքը ջնջեց, դա մեղքը լղոզեց։ Դա Ադամը չհսկեց սահմանները եւ օձը մտավ Եդեմական պարտեզ։ Գիտես, եւ այն օծվածները, որոնք լքում են ժողովրդի վրանը, ժամանակներ հետո օծաթափ են լինում։ Ժողովրդի վրան, սիրելիս, դա շատ կարևոր հասկացողություն է, այն օծվածները, ովքեր որ լքում են ժողովրդի վրանը եւ մուտքից դուրս են գալի, որի համար պատվեր են ստացել, մուտքից դուրս չգաք, որպեսզի չմեռնեք, նրանք կամաց են մեռնում, կամաց են օծաթափ լինում, կամաց են խամրում, կամաց, երբ որ սահմանները այլևս դղոզված են, չկա սահման։ Չկա սահման։ Եվ ովքեր որ ուժ են գտնում իրենց մեջ, վերադառնում են եւ Աստված վերականգնում է այդ ամենը։ Հայտնության գիրք 3:15։ Սա Հիսուս Քրիստոսի խոսքերն են եկեղեցուն, ասում է՝ գիտեմ քո գործերը։ Գիտեմ քո գործերը, դու կարծում ես Աստված չգիտի քո գործերը։ Դու կարծում ես Աստված չի ճանաչում քո գործերը։ Հիսուսն ասում է՝ գիտեմ քո գործերը, որ ոչ սառն են, ոչ տաք։ Գործը կարա լինի ոչ սառը, ոչ տաք, այլ ինչպիսին, իմիջայլոց, հասկանում ես։ Ծառայում եմ, սա եկեղեցու գործերն է։ Ծառայում եմ իմիջայլոց, գոլ վիճակում։ Գիտեմ քո գործերը, գործն է պատմում քո հավատքի մասին։ Գործն է պատմում եկեղեցու ընթացքի եւ հավատքի մասին։ Ցույց տուր, Աստծո խոսքը ասում է, ցույց տուր քո հավատքը եւ քո գործերը, ես քեզ կասեմ ինչ հավատք ունես։ Քո գործերը ցույց տուր հավատքից բխած։ Ինչ օգուտ որ ասում ես հավատք ունեմ, բայց գործ չունես, գործ։ Հավատքից բխած գործ։ Ասում գիտեմ քո գործերը։ Մատ նորություն քեզ ասեմ, շատ լավ նորություն է։ Հիսուսը գիտի քո գործերը։ Ամեն։ Իսկ դու ուրախ ես դրա համար։ Ով ունի համարձակություն ասի այո եւ ամեն, փառք Աստծուն քո համար ուրեմն։ Գիտեմ քո գործերը։ Կարդում եմ քեզ։ Գիտեմ քո սիրտը, դրդապատճառները գիտեմ։ Անանյան ու Սաֆիրան գործ արեցին։ Գործ, հավատքի գործ։ Հիշում ես։ Վաճառեցին կալվածքը ու բերեցին, որոշ մասը թաքցրեցին, որոշ մասը բերեցին, գործ էր թե գործ չէր։ Բայց սա գաղջ գործ էր։ Ոչ սառն ես, ոչ տաք։ Սա գոլ գործ է, հասկանում ես։ Հուդան գործարել էր թե չէ Հիսուսի համար։ 3.5 տարի։ Նա պատրաստ էր մեռներ Հիսուսի համար։ Գիտես։ Երբ որ եկան ասեցին Ղազարոսը մեռել է, Հիսուս ասեց պիտի գնանք արթնացնենք։ Նա չի մեռել, ննջել է։ Թովմաս ասեց գնանք եւ մենք էլ նրա հետ մեռնենք, որովհետեւ նրա փնտրում էր որ Հիսուսին սպանեին։ Եվ Հուդան նրանց թվում էր։ Եվ Հուդան չասեց չէ, գիտեք ինչ։ Ես մեկա վաճառելու եմ Հիսուսին։ Ես չեմ գա։ Հիսուսը համաձայնեց բոլոր աշակերտների հետ գնար եւ մեռներ։ Դա գործեր։ Բայց Աստված ասում է գիտեմ քո գործերը։ Մենք ենք, մարդ ենք, մեր մարդկային կշերտներով են կշռում մարդու արած գործերը, բայց Աստված նայում է դրդապատճառը խի արեցիր դա։ Գործը տակա թե գոլա, թե սառնա։ Գիտեմ քո գործերը, որ ոչ սառն ես, ոչ տաք, Երանի սառը կամ տաք լինես, ուրեմն քանի որ գաղջ ես
Ես եւ գաղջ ես եւ ոչ տակ, ոչ էլ սառը, քեզ իմ բերանից փսխելու եմ։ Աստված ատում է հոգևոր գաղջ վիճակը։ Աստված ատում է հոգևոր գաղջ գոտին։ Բա գիտես որն է։ Այստեղից այստեղ։ Սա գաղջ գոտի է։ Աստված ատում է այս գոտին։ Ինքը այստեղ չկա։ Մա Երանի կամ սա լինեիր։ Լույս։ Կամ սա լինեիր։ Սև։ Կամ տաք լինեիր։ Կամ սառը լինեիր, բայց դու այստեղ ես, այս մեջտեղի մեծ մասում ես։ Աստված ատում է գաղջ գոտիները։ Երբ որ հարմարված ապրում ես նեյտրալ կոչվող գոտում, դե ես ոչ ընդեղ եմ, ոչ ընդեղ եմ։ Նեյտրալի մեջ հարմարվել եմ։ Եթե նեյտրալ գոտում ես ու պայքար ունես, ուրեմն լավ է դեռ։ Եթե նեյտրալ գոտում ես, բայց կռիվ ես տալիս, ասես չեմ ուզում ես գոտին, ատում եմ ես գոտին, եկել եմ կյանքը ինձ բերել այս նեյտրալի մեջ գցել է եւ չեմ ուզում ես գոտին, ես ատում եմ, որովհետեւ իմ Տերը նույնպես ատում է այս գոտին, ուրեմն հույս կա։ Չհարմարվես երբեք այդ նեյտրալ գտնվող գոտում, սիրելիս, չհարմարվես այդ լղոզված սահմանների մեջ։ Երբ ընկերացել ես աշխարհի կերպարանքի հետ, սա հենց դա է։ Ընկեր չլինես, խնդրում եմ, Հակոբոսի 4:4 ասում է շնացողներ։ Ում ասում շնացողներին։ Ովքեր գնացին շնացան, չէ։ Չգիտեք, որ աշխարհի հանդեպ սեր Աստծո դեմ թշնամություն է։ Այսինքն շնացողը համարվում այն մեկը, ով որ աշխարհի հետ ընկեր է։ Լավ, ընկեր չի, ասում է կամենում է։ Ով կամենում է, ում մի աշկը դուրսն է։ Ինքը ներսն է, բայց մտքով դուրսն է։ Ինքը ներսն է, բայց աշկի մի ծերով դուրս է նայում, աշխարհի կերպարանքին հավես է։ Աղջիկները գնացին դուք հավես է, չէ։ Կլինի ես գնամ մի աշկովից։ Ես դքցկը չեմ անի, ես մի աշկով կնայեմ ոնց են այնտեղ։ Ասում է շնացողն է, չգիտեք որ աշխարհի հանդեպ սեր Աստծո դեմ թշնամությունն է, ով որ ուզում է աշխարհին բարեկամ լինել, ուզում է, կամենում է։ Հակոբի աղջիկը Ձինան, ասես գնամ տեսնեմ այս աշխարհի աղջիկները ինչով են զբաղվում։ Հիշում ես պատմությունը։ Եվ Հակոբի աղջիկը դուրս եկավ սահմանները խախտելով, լղոզեց սահմանները, դուրս եկավ տեսնի թե այս աշխարհի աղջիկները ինչ են անում։ Հիշում ես պատմության ավարտը կամ շարունակությունը։ Այդ երկրի իշխանը նրան սիրեց, այն Բրեդ Պիտը, այն երազանքի տղան, չգիտեմ, այն Ռաշ Կապուրները, այն Ջիմիները, չգիտեմ ինչ անուններ տամ։ Հասկանում ես, քեզ կսիրի հենց նման իշխանի որդին։ Քեզ կսիրի, այ քեզ բախտավոր, որ բախտ է եկել, ու դուրը տա մտել։ Հասկանում ես։ Եվ հետո մենք տեսանք վերջը, որ ինչ է եղավ, մի մեծ սերունդ մեռավ, ոչնչացավ, պատերազմներ եւ այլն եւ այլն։ Իսկ որտեղի սկսվեց։ Ձինան ասեց, գնամ տեսնեմ, այս աշխարհի աղջիկները ինչով են զբաղվում։ Գնաց, տեսավ եւ պարտվեց, սիրելիս։ Դրա համար ասում է շնացողներ։ Այսինքն Աստծո խոսքը հստակ շնացող է կոչում այն մեկին, ով որ ասում է աշխարհի հետ ուզում եմ ընկերություն անեմ, կամենում եմ, չեմ անում, չէ, թշնամի եմ դե յուրե, բայց դե ֆակտո են որ Երանի նրանց, Աստծո խոսքը ասում է մի նախանձիր աշխարհին, մի նախանձիր ամբարիշտին, մի նախանձիր, արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լիներ, իրեն Աստծուն թշնամի է դարձնում, շատ սարսափելի է Աստծուն ունենալ որպես թշնամի, լավ Աստծուն ունենալ, բայց սարսափելի Աստծուն ունենալ որպես թշնամի, ասում է ով որ ուզում է նման իրեն Աստծուն թշնամի է դարձնում, ով որ ուզում է աշխարհին բարեկամ լինել, ընկեր, Աստծուն ունենում է, հարց չկա, բայց որպես թշնամի, դու տեսնում ես, որ այստեղ չկա նեյտրալ գոտի, տեսնում ես, ով է տեսնում,
Ով է տեսնում, որ այստեղ չկա նեյտրալ կոչված գոտի։ Ես մենակ եմ։ 10 հոգով տեսնում ենք։ Այստեղ չկա նեյտրալ գոտի, այստեղ կա կամ բարեկամ աշխարհի հետ, Աստծո հետ ճշտամի, կամ բարեկամ Աստծո հետ, աշխարհի հետ ճշտամի։ Չկա։ Ես я и красный, я и белый. Опять власть меняется. Ով տեսել այդ ֆիլմը, չգիտեմ, լավ ֆիլմ է։ Այստեղ չկա սիրից ոչ մի գաղջ, այստեղ չկա ոչ մի նեյտրալ գոտի, այստեղ չկա ոչ մի տեղ, որ դու կարաս մանյովրես, այնք հայկական ձևերով։ Ես համ սրա հետ եմ լավ, համ նրա հետ եմ լավ, համ աշխարհի հետ եմ բարեկամ, համ հոգևոր աշխարհում ես ավտորիտետ եմ։ Իմ ասածը, իմ աղոթքը, ես որ աղոթում եմ, սիրելիս, կողնորոշվենք, մենք կամ Աստծո հետ ենք, կամ նրա հետ չենք։ Չկա այդ նեյտրալ գոտին, չկա։ Մարդը կարա իրեն համոզի, ասի ես նեյտրալ գոտում եմ, չկա։ Գոյություն չունի։ Այստեղ չկան անորոշ կամ լղոզված սահմաններ, այստեղ կա կոնկրետ սահման գծած, սևը սպիտակից, լույսը խավարից առանձնացնող սահման։ Այս հատվածում սիրելիս Հակոբոսի նամակի սահմանները հստակ են։ Բայց այսօր Սուրբ Հոգին կամենում է վերականգնել սահմանները, որ մենք լղոզել ենք։ Այսօր Սուրբ Հոգին կամենում է այս սահմանները վերականգնի։ Այսօր Սուրբ Հոգին ուզում է սահմաններ, որ մենք հստակ գծենք։ Գիտես Հիսուսը ինքը հստակ սահմաններ էր գծում, երբ որ աշակերտների հետ էր։ Ով կամենում է, հասկանում ես, իմ հետևից գա, ինքը պիտի ատի իր հորն ու մորը, այ քեզ սահման, այսինքն Հիսուս չեմ հասկանում, ոնց ատեմ, եթե մեկը չատի իր հորն ու մորը իմ պատճառով, դա ինձ արժանի չի, ով է այստեղ տեսնում լղոզված սահման, ես չեմ տեսնում, այստեղ կա կոնկրետ գիծ գծած, Տեր թույլ տուր գնամ, մարդ է մեռել, գնամ թաղեմ, Թող մեռելները թաղեն իրենց մեռան, դու արի իմ հետևից, այ քեզ սահման։ Ով որ իր անձը չդնի իմ եւ ավետարանի համար, նա արժան չի երկնքի արքայությանը, այ քեզ սահման։ Տեր կլինի անձս շաբաթ կիրակի դնեմ մենակ, չէ, չի լինի, դու կամ այնտեղ ես, կամ այստեղ ես, չի կարելի լինել մի քիչ քրիստոնյա, չի կարելի լինել շաբաթը 2 անգամ քրիստոնյա, չի կարելի ունենալ լղոզված սահմաններ։ Տեր Հիսուսը, գիտես ինքը առաջին այդ սահմանները գծեց եւ մեզ դրեց որպես սահմանապահներ։ Գիտես ինչու, որովհետեւ եթե չկա սահման, չկա նաեւ սահմանախախտ վիճակ։ Եթե ես չունեմ սահմանել, ես սահմանախախտել չեմ։ Ես կարելի է գալ եկեղեցի աղոթել, բայց ապրել ոչ հստակ լղոզված սահմաններով, կարելի է։ Նմանները շատ են, այս եկեղեցում չեն նմանները, ուրիշ տեղում են։ Այս եկեղեցում ենք բոլորս ունենք սահմաններ։ Եվ բոլոր սահմանապահները ասեցին, այ ամենները շատացավ։ Դες կարելի է ընտրել գաղջը, կարելի է մտածել, որ ապրում ես նեյտրալ գոտում, բայց դա խապկանք է։ Կարելի է մտածել, դե ես նեյտրալ գոտում եմ, դա խապկանք է, կոնկրետ խապկանք։ Եկ այսօր մերժենք այդ ամենը եւ Սուրբ Հոգու օգնությամբ սիրելիս, Սուրբ Հոգու թանկ օգնությամբ նորից ասենք, Տեր, ահա իմ կյանքը սահման գծի, խնդրում եմ։ Գծի իմ կյանքի սահմանները։ Թող որ իմ աչքերը բացվեն եւ ես տեսնեմ, եթե գաղջ գոտում եմ, եթե նեյտրալ կոչվող գոտում եմ, ես դուրս գամ այդտեղից, ես չեմ ուզում։ Ես ուզում եմ սիրել այն, ինչը դու ես սիրում։ Եվ ես ուզում եմ ատել այն, ինչ որ դու ես ատում։ Բայց այնքան հաճախ ենք սիրում այն, ինչը Տերը ատում է, եւ ատում ենք այն, ինչ որ Տերը սիրում է։ Մի անգամ Գևն էր քարոզում, լավ բան ասեց, ասում է, մենք շատ ժամանակ չենք սիրում մեղավորին, բայց Աստված իրան սիրում է, չէ՞։ Այսինքն մենք չենք սիրում այն, ինչ որ Աստված սիրում է։
Հաճախ մենք այդպես ուզում ենք մեր պատկերացումով լղոզված գծեր գծենք ու դրա մեջ մենք պիտի նայենք Աստծո գծած գծերին։ Մենք պիտի այն վաղեմի սահմանները, որի մասին ես կարդացի սկզբում, մեր հայրերի դրած վաղեմի սահմանները չտեղաշարժենք։ Եվ Աստված այսօր կոչ է անում, անջատվեք աշխարհից, սրբվեք, դադարեք ապրել երկու աշխարհների միջև։ Կա երկու աշխարհ, սև եւ սպիտակ աշխարհներ կան։ Աստված ասում է անջատվեք, դադարեք ապրել երկու աշխարհների միջև։ Արի լույսի մեջ, արի դեպի լույսը, գնա դեպի լույսը։ Դադարի մանյովրել, ինչև երբ։ Եվ վերջի տեղը կարդամ եւ կաղոթենք փառաբանության թիմը կխնդրեմ, որ բարձրանալեմ։ Բո օրինաց 30:19 այսպիսի հրաշալի խոսքեր էր գրված։ Գիտես, սա օրենքն էր, երբ որ Մովսեսը երկրորդ անգամ կրկնեց Աստծո ժողովրդի համար, նոր սերունդի համար։ Եվ գրված է, որ այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ։ Մովսեսն ասում, այսօր երկինքն ու երկիրը վկա է։ Ես օրենք կարդացի, ես Աստծո խոսքը ձեզ փոխանցեցի։ Եվ ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը։ Ուրեմն, ընտրիր կյանքը, որպեսզի ապրես, դու եւ քո սերունդը։ Որպեսզի սիրես քո Տեր Աստծուն, հնազանդվես նրա ձայնին, նրան հարես, որովհետեւ նա է քո կյանքը եւ քո օրերի երկարությունը։ Մովսես ասում է, ես հիմա վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, եւ որովհետեւ դրեցի ձեր առաջ երկու բան՝ մահ եւ կյանք։ Ես չխոսացի նեյտրալ գոտու մասին, ես չխոսացի, որ կա նաեւ գաղջ գոտի, չէ՞։ Կա երկու բան՝ մահ եւ կյանք։ Ուրեմն ընտրի կյանքը, որպեսզի ապրես։ Դու եւ քո ով ազում է սերունդներն ապրի։ Ով ազում իր սերունդները, որդիները, թոռները, ծոռները։ Միջև որ Հիսուսը կգա։ Ուրեմն ընտրի կյանքը։ Գիտես, դու չգիտես քո հավատքը, որը դու պահում ես ատամներով այսօր։ Քո հավատքը, որ դու կանգնած ես քո հավատքի վրա, դու չգիտես քանի հազար հոգու վրա դեռ ազդեցություն կթողնի։ Պողոս առաքյալը գրում է Տիմոթեոսին։ Ասում այն հավատքը, որը որ կար քո տատիկի եւ քո մամայի մեջ, հիմա տեսնում եմ քո մեջ։ Նրա տատիկը, ես չգիտեմ քանի հոգու վրա ազդեցություն թողել։ Նրա մաման չգիտեմ քանի հոգու վրա ազդեցություն թողել, բայց Տիմոթեոսը հազարավորների վրա ազդեցություն թողել։ Հազարավորներ։ Տիմոթեոսը եղել է Եփեսոս քաղաքի հովիվը։ Ասում են այն ժամանակ այդ քաղաքում կար 10,000 հոգի հավատացյալ մարդ, նա նրանց հովիվն էր։ 10,000 հոգի։ Բայց այդ հավատքը սկզբից տատիկի մեջ էր, հետո մամայի մեջ էր, իսկ հետո Տիմոթեոսի մեջ էր։ Մենք չգիտենք, հասկանում ես այն երեխան, որ sense վազվզում է մեր գնում գալիս է, չգիտեմ ինչ էր անում, այդ թորնիկը կամ այդ երեխա կամ այդ ծորնիկը, դու չգիտես ինքը մեծանա ու ինչ կլինի, ով կլինի հոգևոր աշխարհում։ Ազդեցությունը թող նրա վրա։ Նրան բեր է սահմանի մեջ ու կրթի նրան Աստծո խոսքով։ Ասում է, որպեսզի օրհնվես դու եւ քո սերունդները։ Սա մեջ օրհնություն կա, սիրելիս։ Այն էլ ինչպիսի մեծ օրհնություն։ Մեր ցեղում ես առաջինն եմ ապաշխարել։ Բայց ես ուզում եմ, որ իմ սերունդները օրհնվեն։ Ես ուզում եմ ազդեցություն ունենալ իմ սերունդների վրա։ Իմ երեխաների, թոռների, ծոռների։ Ես ուզում եմ, որ մենք սա երազենք միասին։ Երազենք եւ դա բերենք դարձնենք նպատակ ու ասենք ես ուզում եմ։ Հա, միգուցե դու այսօր մենակ ես քո տան մեջ, քեզ հալածում են եւ չեն հասկանում։ Քեզ քո հավատքը պահելու համար դու մեռնում ես ամեն օր։ Քեզ ուզում են քաշտան բերեն գցեն այդ նեյտրալ գոտու մեջ, դու էլի քեզ տանում ես էլի հետ Աստծո գոտու մեջ, Աստծո այդ սահմանների մեջ։ Քեզ կյանքը քաշ է տալիս
Բերում ասում է, չէ, դու այստեղ պիտի ապրես։ Լղոզել են սահմանները։ Քեզ նորից տար գցի Աստծո գիրկը, սիրիս, տար գցի Աստծո գիրկը։ Այնտեղ, որտեղ ապահովություն կա։ Ես աշխարհը կուզենա, որ դու իր կերպարանքը հագնես, իր կերպարանքը ունենաս, աշխարհի կերպարանքը, որի համար Պողոս Արաքյանն ասում, աղաչում եմ ձեզ, ձեր մարմինները մատուցեք Աստծուն կենդանի եւ սուրբ պատարագ եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք մտքի նորոգությամբ, որ կարող լինեք հասցանալ Աստծո կամքը, իսկ Աստծո կամքը բարին է, հաճելին է, կատարյալն է։ Ես չեմ կարող հասկանամ Աստծո կամքը բարին է, եթե ես իմ մտքով չկերպարանափոխվեմ։ Ամեն։ Ես չեմ կարող իմանամ Աստծո կամքը կատարյալն է, եթե ես իմ միտքը չփոխեմ։ Եթե իմ միտքը չկերպարանափոխվի Աստծո կերպարանքով։ Իսկ իմ միտքը չի կարա կերպարանվի Աստծո կերպարանքով, եթե ես իմ անձը չմատուցեմ Աստծուն որպես կենդանի եւ սուրբ եւ Աստվածահաճո պատարագ։ Իսկ իմ մարմինը միշտ կուզենա ապրել այս գաղ գոտու մեջ, որովհետեւ իմ մարմինը ժամանակավոր է, ինքը գիտես, ինքը ուզում է վայելի այս աշխարհը, ինքը ուզում է վայելի աշխարհի կերպարանքը, ինքը ուզում է վայելի մեղքը։ Ես չեմ կարա Իչև չբերեմ ինձ Աստծո գիրկը եւ նետեմ ասեմ Տեր։ Համար խոսքը ասում է, որ գիտես ընտրի կյանքը, որպեսզի ապրես դու եւ քո սերունդները, որպեսզի սիրես քո Տեր Աստծուն, սիրես, հնազանդվես նրա ձայնին։ Նրան հարես, որովհետեւ նա է քո կյանքը եւ քո օրերի երկարությունը։ Գիտես Աստված չի թողնում մարդուն գաղջ, ոչ հստակ լղոզված սահմանների մեջ։ Նա այսօր կոչ է անում, որ մենք հստակեցնենք մեր սահմանները նորից, նորոգենք, ասենք Տեր իմ Աստված, ես ենթարկվում եմ այդ սահմաններին։ Եվ թող եկեղեցին ասի, դու ասեցիր ամեն, ու դու ես պատասխան տալու քո ամենի համար։ Եկ կանգնենք եւ աղոթենք սահմանների, մեր կյանքի սահմանների համար։ Եվ եթե կա ինչ-որ լղոզված դեպքեր, գաղջ գոտի քո կյանքում, մերժի խնդրում եմ, լավ, մերժի, մի ունեցի դա քո կյանքի մեջ։ Եկ փակենք մեր աչքերը։ Երկնային Սուրբ Աստված, մենք քեզ փառք ենք տալիս։ Ամեն ինչի համար։ Տեր, դու տեսնում ես յուրաքանչյուրիս կյանքը, ինչ սահմաններ կան։ Տեր, եթե մենք ունենք սահմաններ, որոնք լղոզել ենք մեղքի եւ սրբության միջև, խնդրում ենք եւ քեզ թույլ ենք տալիս Սուրբ Աստված, որ դու հստակ սահման անցկացնես։ Լույսի եւ խավարի միջև հստակ սահման անցկացնես։ Տեր, օգնիր մեզ, որպես Աստծո քահանաների, որ մենք ապրենք խորանի ներսում, ժողովրդի վրանի ներսում եւ դուրս չգանք, որպեսզի չմեռնենք, որովհետեւ մեզ վրա քո թանկ օծության յուղն է, որի հետ մենք չենք ուզում խաղանք։ Տեր, շնորհակալ ենք քո հավիտենական խոսքի համար, որը արդիական է միշտ, ամեն ժամանակ, բոլոր օրերի մեջ։ Շնորհակալ ենք քեզ, օրհնում ենք քեզ եւ քո սուրբ անունը։ Փառք քեզ հավիտյանս հավիտենից, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Փառք մեր Տիրոջը։ Ես նորից կոչ եմ անում քեզ, վերանայի քո սահմանները, նայի, եթե կա լղոզված բաներ, ու դու հարմարվել ես այդ գաղջ գոտուն, այդ նիտրալ կոչվող գոտուն, ինքը չկա իրական, ինքը խապկանք է, չկա։ Այս լույսից այն կողմ, այս լույսից մի միլիմետր այն կողմ արդեն թշնամու տարածք է։ Հետո ինչ որ լղոզված է, հետո ինչ որ սպիտական նման է, հետո ինչ որ լույսա նման է, հետո ինչ որ ինքը բաց սերի է, շատ բաց սերի է, մեկը թշնամու տարածքը, հրաժարվենք և կոնկրետ գիծ գծենք, սպիտակից այն կողմ, հենց սկսում է գաղջ մթնոլորտ, հենց սկսում այդ նիտրալ գոտին, ես մերժում եմ այն, Հիսուսի զորավոր անունով, իսկ թող Տերը օրհնի քեզ ու պահի քեզ, թող Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա և ողորմի քեզ, թող Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա
եւ իր խաղաղությունը քեզ տամ։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ։ Ամեն